Այս տարվա կարկուտը լրիվ մի հատ նորմալ միրգ չկա, լրիվ կարկուտի տված են։ Սենց պահել ենք, մենք ենք օգտագործում, մի մաս անասուններին եմ տալի, սա վաճառքի ոչ պիտանի է եղել։ Այնտեղ, որտեղ վերջանում է տաք ու արևոտ ճոճկանը, սկսվում է պարոն Սամվելի հսկայական տնտեսությունը մեծ անասնաֆերմայով ու մի քանի հեկտար այգիներով։ Գյուղի ծայրին դեռ 89-ին մոլդովացի շինարարների կառուցած ֆերման անկախության առաջին տարիներին գնեց ու փլուզված երկրում սկսեց սեփական տնտեսությունը հիմնել։ Հիմա լիներ, երևի թե նման ռիսկի չէր դիմի, ասում է, բայց այն ժամանակ ջահել էր, ոնց ասում են, աչքն ուտում էր։ Այս շենք ուրեմն դրեցին աճուրդի, ոչ մեկը չէր ուզում վերցնել, աճուրդի դրին ու երկու անգամ աճուրդ չկայացավ, 92 թվին, դեռ ուրեմն մեր դրամը չէր փոխվել, ու այդ ժամանակ ափսոսում էի, ասում էի, մեծ հսկա շենքը մարդիկ թալանելու տանելու են, ինչ անեմ, հետո հողամաս կար կողքը, ջուր կար, ու տենց որոշեցի, որ վերցնեմ, չնայած մեծ ահռելի գումարներ էր, ուրեմն հույսս այն էր, որ պետքա 5 տարում մուծեի այդ գումարը, սկզբից մուծում էինք 5%-ը գումարի, ուրեմն 1,600,000 ռուբլի էր, հսկայական գումար էր, մեր տնեցիները լրիվ զարմացել են, որ ախր մենք փող չունենք, մենք ոնց կարանք այդքան բանն առնենք, ասի ոչինչ, դե մի երկիր ա, չեմ կար առնեմ, էլի իրանց կտամ, ասի խու չեմ գողացել, կպահեմ էլի պետությունը, եթե վերականգնվի, 5 կարգերը կգա, կտամ իրան, ու մարդիկ էլ էին, ասում են, չի տա պետք, էլի այս շենքը, որ առնում ես, ու տենց վերցրի, առա, ու մի տարի հետո արդեն դրամը փոխվե, բանը մեր ռուբլին փոխվեց, մեր հայկական դրամով արդեն չնչին կոպեկներ էր, ու մինչև հիմա չեմ ափսոսում եմ, որ նախ չեմ քանդել, հետո ափսոսում եմ, որ չեմ կարող շահագործեմ լիովին։ Հսկայական ֆերման բաժանել է 3 մասի, մի մասում նոր սկսել է թռչնաբուծությամբ զբաղվել, երկրորդ մասը ծառայում է որպես չորանոց ծխախոտագործության համար, իսկ երրորդ մասն արդեն բնակելի տարածք է։ Պարոն Սամվելն արդեն 26 տարի զբաղվում է ծխախոտագործությամբ։ Չորացրել եմ ստեղ ծխախոտը, 10 հեկտար մշակեցի սկզբից, չորացնում էինք տանում էլի մասիստաբակոյին հանձնում, 2000 թվականից զբաղվել եմ ծխախոտագործությամբ, չնայած մեր գյուղը ծխախոտագործությամբ մինչև 60-ական թվականների վերջը, մինչև այգիների հիմնումը, հիմնական ճյուղը եղել է ծխախոտագործությունը։ Ափսոսում է, որ հիմա ծխախոտի մշակության ծավալները նվազեցրել է, արտադրանքի գինը տարիներ շարունակ չի բարձրանում։ Ծխախոտի գինը արդեն 10 տարի նույն գինն է, 100 դրամով ենք միջինը հանձնում։ Բայց մի տուփ ծխախոտը պետությունը վաճառում են արդեն 200-300 դրամից սարքել են 700, 2-3 անգամ թանկացել է, բայց ծխախոտի հումքի գինը մնացել է նույնը։ Բացի այդ համարյա թե անջրտի է, ջրով չեն կարողանում մեզ ապահովել, որպեսզի բերք ստանանք։ Այդ ջրի խնդիրը ամենասուրն է, ասում է, պտղաբուծական գյուղում տարիներ շարունակ չի լուծվում ոռոգման ջրի խնդիրը։ Ամռան ամիսներին գյուղում ջրի պակաս է լինում ու բացի դա թերանում են բաշխման աշխատանքներում։ Արդեն 2-3 տարի նոր պոմպակայան են դրել, բայց չի շահագործվում։ Պատճառն ինչն է, որովհետև խողովակները հին են, չեն կարող ուրեմն օգտագործվել դրանց համար, պիտանի չեն։ Ներքին ցանցը չկա։ Մի խոսքով կազմակերպական, չգիտես ինչ ում մեղքով։ Արդյունքում տուժում է հասարակ գյուղացին, որ ոռոգման սեզոնին չկարողանալով ժամանակին ու ըստ գրաֆիկի ոռոգել այգիներն ավելի պակաս բերք է ստանում։ Կամ էլ շուկայական տեսքն է տուժում։ Սովետական տարիներին ճոճկանի տնտեսությունը մոտ 800 հեկտար այգիներ ուներ, հիմա 80, ու դա էլ ոռոգման ջրի պատճառով։ Պակասը հիմնականում մեր գյուղատնտեսության, մեր գյուղի համար ոռոգման ջրի այդ բացակայությունն է, ոչ բավարար լինելն է, ինչքան էլ որ անում են նորից չի բավականացնում, դրա համար էլ հողերի մեծ մասը չի մշակվում, ամայի խոթարքներ են վերածվել մեզ, այսպիսի արժեքավոր լավ հողերը, բերի հողերը, դարձել են խոթարքներ, արոտավայրեր, ծառերը 2 անգամ եմ ջրում, փոխանակ տարվա մեջ 4-5 անգամ ոռոգվի, ոռոգում եմ 2 անգամ հազիվ,
Այդ երկու անգամվա ռոռոկումը արդեն այնպիսի արդյունք չի տալ, ինչպես ռոռոկման լավ մշակովի։ Դրա համար պտուղները մանր են լինում, ծառերը բերքատվությունը ցածր է լինում, որակն էլ չի լինում։ Ռոռոկման ջրի հարցը լուծելու գործում պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում։ Նրա խոսքով իրականացվող աշխատանքները հաճախ կրում են հախուռն ու չհամակարգված բնույթ։ Օրինակ կառուցվում են պոմպակայաններ, բայց զուգահեռաբար չեն նորոգվում ջրատարները, ինչի հետևանքով ամբողջ համակարգը մնում է կիսատ-պռատ ու չի ապահովում սպասվող արդյունքը։ Հողագործը նշում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է համապարփակ ու տրամաբանական մոտեցում, սկսած ջրատարների վերականգնումից մինչև արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում։ Հակառակ դեպքում ներդրված միջոցներն ու ջանքերը չեն արդարացնում իրենց, իսկ գյուղատնտեսությունը շարունակում է կանգնել լուրջ մարտահրավերների առաջ։ Արդյունքում պտղաբուծական այս գյուղում անգամ գյուղացին գնում է թուրքական լոլիկ ու կանաչի, ասում է։ 9 կիլոմետր երկարություն ունի մայր առուն, այրումից մինչև մեր այգիների վերջը։ Դրանց մի մասը քանդված են հիմնավորապես որ շահագործման պիտանիչ, մի մասը մի քիչ ասենք մասնակի նորոգվել է, ինչ աշխատանքներ արել են, էտա հետո հաջորդը պոմպակայանները նորը դրել են, բայց չի շահագործվում։ Արևային նույնիսկ կայաններ են դրել 3 տարի է դրած արևային կայանը, բայց ոչ մի կիլովատ չի արտադրում։ Դա էլ ինչքան գիտեմ, Ճապոնիայի կառավարության ներդրումն է եղել, բայց մինչև վերջ ծրագիրը չի կատարվում։ Կիսատ է, լրիվ գործերը կիսատ է։ Եթե մի գործն անեն, վերջացնեն, ասենք ջրով գոնե 10-20 հեկտար լիովին ապահովեն, հետո անցնեն մյուսին էլի կարելի է, բայց այնց կիսատ պռատ է ու գլուխ չեն հանում։ Այսպիսի լավ բերի հող բնակլիմայական պայմաններ ունեցող այս պայմաններում մենք գյուղատնտեսություն չունենք։ Եվ մեր այդ պտղի բանջարեղենի ուրեմն պահանջը մեր գյուղացիները խանութներից թուրքական, վրացական, չգիտեմ, էլի ճապրանքների հերթեր է։ Նույնիսկ կանաչին գնում են բանից խանութից առնում, որ պետք է իրանք արտադրեն, իրանք արտահանեն։ Պատճառը հավանաբար նա է, որ մարդիկ լոդրացել են, ենթադրում եմ, իսկ հողագործը հակադարձում է, ոչ, պատճառը միայն ու միայն ռոռոկման ջրի պակասն է։ Լոդր չեն, աշխատասեր են։ Եթե լոդր լիներ մեր գյուղացին, չէր գնա հարևան այն գյուղերում, որտեղ ջուրը առատ է, որտեղ այգիներ կա, չէր գնա մշակի։ Նրանց աշխատանքները մեր գյուղացիք են անում, որովհետև այնտեղ ապահով են ջրով, այնտեղ այգիներ կան, այնտեղ պայմաններ կան։ 90 թվականից այս կողմը այդ հարցը, այդ ռոռոկման ջրի հարցը միշտ եղել է, կա ու դեռ շարունակվում է։ Ինչքան էլ նոր իշխանություն կա, ինչքան էլ խոստումներ տան, ոչ մի տեղաշարժ համարյա չկա։ Ճոճկանի թերևս ամենահայտնի այգի գործը 2018-ի հեղափոխության առաջին շարքերում է եղել։ Մեծ հույսեր կապել նոր կառավարության հետ ու հիասթափվել։ Ասում է հիմա շատերն իրեն լսեն ու գուցե քննադատեն, թե գյուղացի մարդն ուր քաղաքականությունն ուր, դու զբաղվի քո ծառով ու այգով, բայց քաղաքականությունն ամենուր է, ամենտեղ, ասում է։ Բիզնեսն է, որ մարդը իր ձեռքով ստեղծի, աշխատի, ոչ թե գնա թուրքական լոլիկը բերի պիտակը փոխի, սահմանի վրա բեռնատարներով կամ չգիտեմ ռուսականը բերեն, այնտեղ բանվորներ են աշխատում Միչայլոց, գիտեմ, գնում են այնտեղ պիտակը փոխում, կարող է դնեն եւ Սամվելի ապրանք գրեն, որ Սամվելն արտադրել, ով աստուգելու, իրանք եւ ոչ մաքսավորները, ոչ պետեկամուտների նախարարություն, դրանցով իրանք են զբաղվում անմիջապես։ Բոլորը տեսնում են։ Դրա համար մեր գյուղացին ինչու պիտի պոմիդոր արտադրի։ Թուրքականը կգնա էժանը կառնի, կտանի կբերի կվերավաճառի թանկ գնով։ Պարոն Սամվելը բոլոր ժամանակներում բացահայտորեն քննադատել է իշխանություններին, անկախ նրանից, թե ովքեր են իշխանության ղեկին։ Սա հենց այն դեպքն է, երբ նրան չեն կարող մեղադրել նախկիններից լինելու մեջ։ Ընդհակառակը, ինչպես ինքն է նշում, ժամանակին եղել է Փաշինյանի կողմնակից, սակայն հետագայում հիասթափվել իրականացվող թե ներքին, թե արտաքին քաղաքականությունից։ Այսօր նա շարունակում է բարձրաձայնել խնդիրները եւ քննադատել այն, ինչ իր համոզմամբ սխալ է իրականացվում։ Պարոն Սամվելը նաեւ պատասխանում է բոլոր նրանց, ովքեր փորձում
փորձում են իրեն մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու մեջ, ընդգծելով, որ իր դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե քաղաքական շահերով, այլ երկրի ու ժողովրդի խնդիրներով մտահոգված լինելու հանգամանքով։ Նրա խոսքով լռելը այս իրավիճակում կնշանակի համակերպվել առկա խնդիրների հետ, մինչդեռ ինքը նախընտրում է խոսել, բարձրաձայնել ու պահանջել լուծումներ, անկախ նրանից, թե դա ում կարող է դուր գալ կամ ում դուր չգալ։ 18 թվականին դա այնպես էին ներշնչել, որ դա հեղափոխություն է։ Ես առաջ շարքերում էի, որ այս ինչ լավ է, այս ինչ երկիրը արդեն դառնում է մեր ազգային լավ ղեկավար ենք ունենալու, բայց պարզվեց, որ ոչ թե լավ ղեկավար, այլ սուտ ասան, այլ չգիտեմ, այն ամենաստոր բառերը արդեն նոր բառեր են, մեր հայերեն բառարանում նոր բառեր են հայտնվում, ստեղծում Նիկոլի համար, այնքան բառեր էլ հերիք չեն։ Միակ ծրագիրը, որ այսօր իրականացվում է ու գյուղացին տեղեկացված է, դա հացահատիկային կուլտուրաների մշակության սուբսիդավորման ծրագիրն է, բայց այլ ծրագրեր, օրինակ պտղաբուծական տարածաշրջանների համար, ինչպիսին է Լոռու այս ցածրադիր գոտին չկա, ու այստեղ պարոն Սամվելը ոչ թե պատահականություն է տեսնում, այլ միտում։ Եթե այդքան բանը սուբսիդավորի, եթե ընդառաջ գնա, եթե գյուղատնտեսությունը զարգանա, մեր երկիրը կզարգանա։ Իրանց երևի ձեռք չտալի, երևի դրսից են ստիպում, որ չզարգանա։ ՀԱՏՄ-ն կամ հարևան պետությունները, չգիտեմ։ Վառելիքի բարձր գները, թանկ վարկերը, ոռոգման ջրի խնդիրներ ու բազմաթիվ այլ դժվարություններ այսօր ծանր բեռ են դարձել գյուղացիական տնտեսությունների համար։ Ամեն մի սեզոն գյուղացին սկսում է նոր հույսերով, սակայն բախվում է նույն խնդիրներին, որոնք ոչ միայն չեն լուծվում, այլ հաճախ էլ ավելի են խորանում։ Արտադրության ծախսերը գնալով աճում են, իսկ եկամուտները չեն համապատասխանում այդ աճին։ Արդյունքում գյուղացին կանգնում է լուրջ ընտրության առաջ, շարունակել պայքարել, թե պարզապես հրաժարվել իր աշխատանքից։ Այս ամենի արդյունքում ունենք այնինչ ունենք կիսատ զարգացած գյուղատնտեսություն, դժվարությունների մեջ հայտնված գյուղացի ու չիրացված մեծ ներուժ։ Իսկ խնդրի իրացման լուծումը պահանջում է համակարգված մոտեցում եւ հստակ քայլեր, այլ ոչ թե ժամանակավոր ու մասնակի միջոցառումներ, ասում է պարոն Սամվելը։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։